Քննարկվող նախագիծը իրականում նախկինում կատարված խնդրահարույց փոփոխության, այսպես կոչենք, մասնակի լուծում է ներառում, ըստ էության ինչի մասին էր խոսքը բազմիցս քննարկել ենք եւ ավտոներկրողներ այդ մասին նաեւ ասել են, փաստարկներ են բերել, մենք էլ այս ամբիոնից, բայց այդպես էլ այդ ձայնը չլսվեց եւ ինչ է ստացվում, որ օրինակ հիմա ասում են, որ ՊԵԿ-ը չի կարողացել իր գործիքակազմը ողջ ծավալով կիրառի կամ չի կարողացել կամ չի ուզել, ավելի հեշտ կացին է ուզել ազգային ժողովից, ազգային ժողովն էլ կացին է տվել, մտել է կոնկրետ ոլորտ, ասել է ինչ ուզում ես արա, ինձ այսքան հարկ պետք է բերես տաս։ Այդպես տենց նախադեպեր եղել են, բայց նախորդ տնտեսակարգում, խորհրդային տնտեսական համակարգում, բայց ազատ շուկայական տնտեսակարգին դա որևէ կերպ առնչություն չունի։ Հիմա ուղղակի չեմ հասկանում, լավ, եթե բոլորը գտնում են, որ դա խնդրահարույց է, պրոբլեմ է, նաև փաստեր կան, որ այո, ճիշտ է, որ նաև բիզնեսը ավտոներկրման Հայաստանից ուղղակի փախնում է, բառից բուն իմաստով։ Տարբեր երկրներ, օրինակ ես էլ բազմաթիվ օրինակներ գիտեմ, ինձ ասել են կոնկրետ, որ տասնյակ գործարարներ իրենց բիզնեսը փոխադրել են հարևան Վրաստան։ Այնտեղ են անում այդ գործը, հարկեր են տալիս Վրաստանի պետությանը։ Հիմա եւ աշխատատեղերը նաեւ մի մասով տեղափոխվել այնտեղ։ Սրանք խնդիրներ են ակնհայտորեն, որոնք որ պետք է հուզի պետությանը։ Այսինքն ո՞րն է պատճառը, որ եթե խնդիրը իդենտիֆիկացված է, խորքային հասկացված է, լուծումն էլ պարզ է, այդ լուծումը չենք բերում, մտածելով, որ չէ, դե մի քիչ էլ քննարկենք, այս կողմ գնանք, այն կողմ գնանք, բերեք այդ լուծումը վերջացրեք։ Սա է կարևոր արձանագրումը, որովհետև հակառակ դեպքում, ասենք օրինակ շահումով խաղերի խաղամոլության ոլորտում ավելի մեծ սրտացավություն ենք տեսնում, այս կոնկրետ ոլորտը, որը նաև համարվում է փոքր ու միջին բիզնես, ասենք դրան համարժեք սրտացավություն մեղմասած չենք տեսնում։ Սա զարմանալի